Պատրաստ է արդյոք Հայաստանը անհրաժեշտության դեպքում կառավարել փախստականների մեծ հոսքը։ Տարածաշրջանում անկայունությունը այլևս տեսական վտանգ չէ։ Յուրաքանչյուր լայնածավալ բախում փոխում է իրավիճակը եւ ստեղծում մարդասիրական ճգնաժամ, անգամ մեր անմիջական հարևանությամբ։ Այդ դեպքում Հայաստանը պարզապես դիտորդ չի լինելու։ Այն կարող է դառնալ ներգաղթի եւ փախստականների հոսքի ուղղություն։ Բայց այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը. արդյոք մեր պետությունը պատրաստ է նման սցենարի։ Պատրաստ է արդյոք մեր տնտեսությունը կրել հանկարծակի սոցիալական ծանրաբեռնվածություն։ Պատրաստ են արդյոք ենթակառուցվածքները, առողջապահությունը, բնակարանային ֆոնդը, պատրաստ է արդյոք պետությունը արագ արձագանքել այս ամենին։ Վախենամ, որ Հայաստանը հայտնվի ճգնաժամի մեջ։ Քանի դեռ թույլ ղեկավարը մտածում է իր ստամոքսի մասին, առաջին հարվածը կստանա մեր խոցելի տնտեսությունը։ Թույլ տնտեսական հիմքը ցանկացած ճգնաժամ բազմապատկում է։ Հայաստանին պետք է ուժեղ ղեկավար, որպեսզի ունենանք ուժեղ տնտեսություն։ Ընդհանրապես հիշենք, սիրելի ընկերներ, 5 քայլերը։ Սա պետության կայունությունը սկսվում է տնտեսությունից։ Ուժեղ տնտեսություն նշանակում է ճգնաժամերի կառավարելիություն։ Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե իրավիճակային կառավարում, այլ ռազմավարական, տնտեսական հզորացում։ Ոչ թե արձագանքել արդեն սկսված խնդիրներին, այլ նախապես պատրաստ լինել դրան։ Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Հայաստանը հերթական անգամ վճարի թույլ կառավարման գինը։